Հերթով ասեմ, որ մի քիչ Սյուզի ջան, խնդրում եմ մյուսներին էլ հնարավորություն տամ։ Այդ հարցին պարոն Նիկոլսյանը պատասխանեց արդեն։ Դուք եկել եք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի մամուլի Սուլիսի ԿՊ-ի հետ որևէ չկա։ Սյուզի ջան, դուք սխալվում եք։ Մենք ոչ մեկս քաղաքական թիմը չի ներկայացնում եւ խնդրում եմ, ես անկուսակցական եմ եղել ամբողջ կյանքում եւ հիմա էլ անկուսակցական եմ եւ երբ որ դուք հիմա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան քաղաքական հարցերով չի զբաղվում, եկեք այստեղ վերջակետ դնենք եւ անցնենք առաջ։ Ես ուղղակի շարունակեմ, եթե չեմ սխալվում, հետքի լրագրողը գնաց այստեղ էր։ Գիտեք, մի հատ հետքում կապված է ձեր ասացի հետ, մի հատ հոդված եղավ, որ Աբովյանի ստադիոնի շինարարություն արել է իմ ընկերոջ։ Ես Երևանցի եմ, Երևանում եմ ծնվել, ապրում Երևանում, շատ քայլում եմ Երևանին, շատ մարդ է Երևանում ճանաչում։ Գիտեք, խնդրեմը որն էր, որ հոդված գրողը իմ ընկերոջն էր։ Որ ես աշխատել եմ հայկական ժամանակում։ Շատ դժվար է ասել այսօր այդ ընկերոջ, եւ եթե այդտեղ շատ մանգանք, այստեղ մեծամասնություն ընկերներ են, վերել կապել անձնականին շատ սխալ է։ Դու գնահատեք մարդուն, գնահատեք 6 տարի այստեղ աշխատում ենք, որևէ ազգ բարեկամ, եղբոր տղա եք ասում, եղբոր տղան շատ ավելի բարձր աշխատավարձ թողել եկել է օգնելու։ Ես բերեցի ձեզ իմ եղբոր օրինակը։ Ցույց տվեք Մելիք Բեկյան Արմենի որևէ բարեկամ, որ աշխատում է ֆեդերացիայում հավաքականում, ցույց տվեք ֆեդերացիայից որևէ աշխատողի ցույց տվեք, իմ բարեկամներին ցույց տվեք, որ ես բերել տեղավորել եմ։ Դուք չեք կարող նման դեպք գտնել։ Եվ երբ որ ասում են ընկեր, այստեղ Հայաստանը փոքր երկիր է, եւ եթե դու ունես փոքրին շրջապատ, դու կարող ես ընկերոջը գտնել միշտ։ Հետևաբար կներեք շարունակեմ, հետևաբար դա սխալ դրույթ է, այդպես ասելը, ընդհանրապես դա մի նպատակ ունի, ուղղակի փնովել, որը կարծում եմ սխալ է։